Շնորհակալ եմ։ Պարոն Գաբրիելյան, ընդդիմությունը մեզ տևական ժամանակ է մեղադրում է եկեղեցու դեմ աշխատելու, մեր պատմությունը ուրանալու, մոռանալու, չգիտեմ, դասագրքերից ջնջելու, հանելու մեջ, բայց բազմադարյական եկեղեցիներ, պատմամշակութային կոթողներ, որոնց վերանորոգման, վերակառուցման, հիմնանորոգման ուղղված մեծածավալ աշխատանքներ է իրականացվել։ Ես ուզում եմ իմանալ, որն է տրամաբանությունը, ինչու եք կառուցում այդ շինությունները, պատմամշակութային կոթողները, որոնք տարիներ շարունակ, որոնցից ոմանք վերածվել են աղբամանների, աղբանոցների, չգիտեմ, լքված պահեստների եւ այլն, եթե թվեր չունեք ձեռքի տակ, ես խնդրում եմ քաղաքականության մասին խոսեք, այս վերջին տարիներին իրականացված, որով մենք անդրադառնում ենք մեր եկեղեցիներին, պատմամշակութային կոթողներին։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Փորձեմ շատ էլի ուղիղ պատասխանել, կառուցում ենք, որովհետև կարծում ենք, որ դա մեր ինքնության մասն է։ Այլ տարբերակ ուղղակի չկա։ Կառուցում ենք, որովհետև կարծում ենք, որ ամոթ է 21-րդ դարում հայտարարել, որ մենք առաջին քրիստոնյա պետությունն ենք, մենք հավատավոր ժողովուրդ ենք, եւ հետո այդ խոսքը ասելուց հետո, երբ քո գործընկերներն են գալիս գործուղման Հայաստան, ասում են, հիշում ես, որ ասում են, մենք առաջին քրիստոնյա բան, տանում ես ցույց ես տալիս մի տեղ, որը մեղմ ասած չի սազում ոչ հայ առաքելական եկեղեցուն, ոչ էլ նաեւ որպես մեզ Հայաստանի Հանրապետությունը կառավարող խորհրդարան կամ գործադիր մարմին։ Անում ենք, որովհետեւ կարծում ենք, որ ճիշտը դա է։ Թիվը, եթե կոնկրետ հետաքրքիր է, մոտս չունեմ, բայց հսկայական։ Մի քանի միլիարդ դրամի աշխատանքներ են կատարվում։ Դուք կառուցել բառը ասեցիք, այս դեպքում մի քիչ կառուցելը եւի ճիշտ չի, որովհետեւ այնտեղ առանձին մասնագիտություն է, առանձին, այսպես վերականգնման աշխատանքներ են անում, բայց հստակ ասում եմ, անում ենք, որովհետեւ կարծում ենք, որ դա մեր ինքնության մասն է։ Արձագանք։ Պարոն Գաբրիելյան, քանի որ ապատեղեկատվությունը կարծում եմ, որ ամենամեծն է եղել այս ոլորտում, կխնդրեմ, որ ձեր եզրափակիչ ելույթում այնուամենայնիվ, եթե կա ամփոփ թվերի տեսքով, ուղղված բյուջեի տեսքով, այդ մասին եւս նշեք, շնորհակալ եմ։ Շատ լավ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար